Ողջույն ընկերներ, կրկին ողջունում եմ ձեզ իմ խոհանոցից, այսօր որոշել եմ ձեզ ծանոթացնել հետաքրքիր չինական ուտեստի հետ, նաև բրնձի թերթիկների հետ, հետաքրքիր համեմունքի և սնկի։ Վստահ եմ շատերդ գիտեք այդ մասին, օգտագործել եք, կերել եք, հավանել կամ չեք հավանել, բայց ես եւս մեկ անգամ ուզում եմ ծանոթացնել ձեզ, որովհետև իմ շրջապատում էլ կան մարդիկ, ովքեր ուտում են ու ասում են, «Էս ինչ է», ու ես արդեն բացատրում եմ, «Էս ինչ է»։ Ուրեմն առաջինը ուզում եմ ծանոթացնել ձեզ բրնձի թերթիկների հետ։ Միշտ ռեստորաններում կամ վստահ եմ TikTok-ում, Instagram-ում նայում եք, ասում եք, տեսնես էս ինչ է, սա ընդամենը բրնձից պատրաստված թերթիկ է, այսպիսին, շատ նուրբ է, տեսեք արդեն այստեղ ճաք ունի մի փոքր, բայց սա չի խանգարի, ընդհանուր տուփի մեջ մոտ 15 կամ 10 հատ է լինում, սա շատ հեշտ գործածելի է, կան մի շարք տարբերակներ, ես այսօր ամենապարզ ձևով գարնանային թարմացնող աղցան կպատրաստեմ, որը կոչվում է spring roll, այսինքն գարնանային ռոլեր, բուսական շատ համեղ նախուտեստ է ստացվում, օգտագործման ձևը քիչ հետո ցույց կտամ։ Այստեղ այսպես շատ փոքրիկ, սեղմած, հետաքրքիր նյութ է, որը վստահ եմ առաջին հայացքից չեք հասկանա ինչ է, բայց սա սունկ է։ Մենք հայերս այս սնկին ասում ենք խոզի ականջ, չգիտեմ ինչի, որովհետև Տավուշեցին երբ որ խոզի ականջ է լսում, բնականաբար իրական խոզի ականջ է ակնկալում, որ պետք է ուտի, բայց Երևանում ռեստորաններում սա անվանում են խոզի ականջ։ Սա էլ իր մշակման ձևն ունի, հազարավոր ուտեստներ կան պատրաստելու այս սնկից եւ սրա սպիտակ սնկից, իդեպ Հայաստանում եւս կա, բայց ցավոք սրտի հայերս շատ այդպես սնկից քաջատեղյակ չենք ու վստահ եմ անտառներում նույնիսկ տրորում անցնում ենք, բայց չենք նկատում։ Եվ այս հետաքրքիր համեմունքը, այս համեմունքից ես նաև վաճառել եմ, Սիչուան պղպեղ է կոչվում, Չինաստանի Սիչուան նահանգի հայտնի պղպեղն է, շատ հետաքրքիր համ ունի ու լեզուն թմրեցնելու հատկություն ունի, երբ որ ատամի տակ ծամում ես։ Հիմնականում սա չինական ուտեստների հետ ենք օգտագործում, հոթփոթի ժամանակ ենք օգտագործում, իդեպ հոթփոթի մասին ես հին հոլովակ ունեմ, կարող եք նայել, բայց ապագայում եւս պետք է ձեզ համար նոր հոթփոթ հոլովակ նկարեմ։ Սա այսպես հատիկներ են, որը որ ես կօգտագործեմ տաք ուտեստի մեջ։ Բույրը շատ լավն է։ Այսպես հատիկներ են, մոտիկից էլ ցույց կտամ, բայց հիմա այսպես նայեք։ Չինաստանում սա շատ գործածելի է եւ ովքեր որ ասիական որևէ երկրում եղել են կամ ինչ որ այստեղ Երևանում չինական ասիական ռեստորաններում եղել են, վստահ եմ այս համը շատ լավ գիտեն։ Չնայած ցավոք սրտի Երևանում ասիական համերը, ռեստորանները շատ փոխում են, ավելի այսպես հայաֆիկացնում են, տեղայնացնում են, դա ինձ դուր չի գալիս, որովհետեւ իրական համը մարդ պետք է զգա։ Չնայած նաև մենք, կոնկրետ ես էլ շատ տարիներ առաջ նոր համերի հանդեպ մի քիչ անհանդուրժող էի, բայց տարեստարի ավելի այսպես մտահորիզոնը լայնանում է գաստրոնոմիական տեսանկյունից, հիմնական գլխավոր մթերքի, կրծքամսի հետ չինական սենց խառը մի հատ ուտեստ կսարքենք, դուք էլ տանը կարող եք սարքել, ես այնպես կպատրաստեմ, որ դուք կարողանաք նույն ձև կրկնել, որովհետև երբ որ հյուրեր եմ ունենում, ասում են, «Էս ինչ համով այս ոնց է սարքել», բայց ասում եմ, դուք էլ կարող եք սարքել, ընդամենը մի անգամ տեսնել է պետք։ Սունկ ունեմ, այստեղ այս հետաքրքիր կաղամբազգին, Երևանում շատ քիչ ենք չէ հանդիպում տարօրինակ բույսերի, բայց այս քանի օրը հանդիպեցի ես կաղամբին, կոլրաբիա կոչվում, եւ մի քիչ թառամել է ճիշտն ասած, որովհետեւ պահել էի, որ հոլովակ նկարելու ցույց տամ։ Տարբեր ձև կարող ենք օգտագործել աղցանների մեջ, նույնիսկ ջեռոցում տապակում ենք, նաև կրեմապուր է լինում, այսօր ես սա որոշել եմ կտրտեմ եւ չինական տաք ուտեստի մեջ օգտագործեմ։
Եկեք առաջինը սունկը թրջենք տաք ջրով, ես ձեզ դա ցույց կտամ, որովհետև այն պետք է մի 15-20 րոպե մնա տաք ջրի մեջ, եւ տաք ուտեստը պատրաստենք, տաք ուտեստն էլ պատրաստ կլինի կմնա ու արդեն արագ-արագ կփաթաթենք գարնանային ռոլերը։ Դե այս տաք ուտեստի հետ մի քիչ էլ ասիական ձևով ես արդեն բրինձ եմ խաշել, որ խաշած բրինձը որպես հաց օգտագործենք, բնականաբար բրինձը ցույց չեմ տա խաշել պատրաստելը, որովհետև վերցնում եք ոչ այն հատիկ բրնձից, կպչուն բրինձ, այսինքն տոլմայի բանի համար, որ օգտագործում ենք, եւ այդ կպչուն բրինձը խաշում եք, որ ասիական ուտեստին համահունչ օգտագործենք։ Դե ինչ, մի քիչ շատ խոսեցի երևի, բայց վստահ եմ շատ հետաքրքրությամբ լսեցիք։ Եկեք անցնենք գործի։ Տեսնում եք վակուում արած, պրես արած սունկն է, իդեպ խոզի ականջը, զուտ անունը նրա համար է, որ թարմ տեսքը, երբ որ ծառի վրա այն լինում է բնության մեջ, խոզի ականջի է նմանվում, բայց չինացիները բնականաբար խոզի ականջ չէին ասում, նաև wood ear, այսինքն փայտի ծառի ականջ նաև։ Մեկ էլ եթե չեմ սխալվում, տապինելա անունն էր Չինաստանում։ Հիմա սա թրջում եմ տաք ջրով եւ 15-20 րոպե կմնա։ Սունկը արդեն բացվում է, եռվան ջրի մեջ է, սա դնում ենք կողքի, մոռանում 20 րոպե եւ արդեն պատրաստվում եմ տաք ուտեստին, առաջինը կտրատելու եմ կրծքամիսը առանձին տախտակի վրա բնականաբար եւ բանջարեղենը առանձին տախտակի վրա։ Բանջարեղենը միանգամից կպատրաստեմ եւ ռոլերի համար եւ տաք ուտեստի համար եւ արդեն կսկսենք սարքելը։ Դե ինչ, անցնեմ արագ-արագ կտրտեմ, որովհետև ամենաերկար գործը սա է։ Ընկերներ, ես հասա գազարի կտրելուն, ասեցի համ կտրենք միասին, համ կտրելու ձև ցույց տամ, համ էլ մի քիչ Չինաստանից պատմեմ, ինչպես ձեզանից ոմանք գիտեն, ես ապրել եմ Չինաստանում, 2018-19 թվականներն էր, եւ այն ժամանակ շատ քիչ հայեր էինք բնակվում Չինաստանում, մոտ 800 հայ էինք, եւ հիմա բնականաբար արդեն հազարավոր հայեր են Չինաստանում ապրում։ Շատ հետաքրքիր փորձ էր, հիմա ընդհատեմ գազարը ցույց տամ։ Գազարը այսպես կիսեցի, որպեսզի հարթ ուղղանկյուն երկար ձողիկներ ստանանք գազարը, ինչ ենք անում, որ հեշտ լինի։ Իհարկե ավելի կարճ է անհրաժեշտ, բայց այս spring roll-երի մեջ մի քիչ երկարն է հավես։ Մի կողքից ենք կտրում, այսպես, այս մյուս կողքից, այսինքն քառակուսի ենք ստեղծում մոտավոր կամ ուղղանկյուն, ոնց կուզեք, եւ այս մյուս կողմից։ Այս 4 կողմը կտրեցինք, սա իհարկե օգտագործելու եմ տաք ուտեստի մեջ, չանհանգստանաք, եւ այսպես մեր ստացած ուղղանկյունը արդեն ուղիղ հարթ սալիկների ենք վերածում, այսպես ասած, ճիշտ բառը չգիտեմ։ Եվ արդեն սա ենք երկար ձողիկների վերածում։ Բարակ հաստ, դա արդեն ինչպես կկամենաք։ Ահա, այ այսպես։ Երևի մի քիչ ավելի բարակ կտրեմ, որ ովքեր ծամելու խնդիր ունեն, ավելի հեշտ ուտեն։ Եկեք ես անհանգիստ լուսնես դուրս գնաս, թե գազար ես ուզում։ Դեզենա։
ընկերներ, բիբարը ճիշտ կտրելու համար ավելի էսթետիկ էլի, այս ներսի սպիտակները պետք է անպայման հեռացնել եւ պարտադիր սերմերից հեռացնել, որովհետեւ ընդունված չէ ցանկացած բանջարեղեն, որ սերմ է պարունակում այսպես, նույնիսկ եթե 1-2 սերմ մնում է, այդքան էլ ճիշտ չէ օգտագործել, եթե ուղիղ շերտ ենք ուզում ստանանք, ուղիղ գծեր, երկու մասից կտրում ենք, իհարկե չենք թափում, որովհետև սրանք էլ պետք է օգտագործենք այլ ուտեստների մեջ, ու արդեն այս հարթ տեսքով կտրտում ենք ձողիկներ, ընկերներ հասավ պահը տաք ուտեստը սարքելուն, ուրեմն պատրաստեցի, այստեղ իմբիրա, սխտոր, կարմիր կծու պղպեղ, իհարկե ժամանակին երևի մի 10 հատ կլսնեի, բայց այսօր մի քիչ նուրբ եմ անում կծուն, սիչուան պղպեղը արդեն, որ ծանոթացրի ձեզ հետ, եւ ձեթ եմ օգտագործելու, դե գիտեք չինացիները սիրում են տաք թավայով, արդեն համեմունքները մի հատ լավ տապակել, որ ձեթը համը վերցնի համեմունքների ու արդեն նոր մնացած բաղադրիչներ օգտագործել, ես էլ այդպես կանեմ, բայց տան պայմաններում թույլ գազով, այս թավայով մի քիչ այդքան էլ բնականաբար չինական չենք ստանա, ամեն դեպքում դուք էլ նույն ձև կփորձեք ու շատ համեղ կստացվի, կրծքամիսն եմ տապակելու համեմունքներից հետո ու արդեն բանջարեղենային բաղադրիչները, սունկ, գազար, վարունգ, պղպեղ, կոլրաբի, լոբի, չինական կաղամբը, մարոլ, վարունգը արդեն ասեցի, այսինքն եւ ընդհանրապես պարտադիր չէ դուք այս ամեն ինչը օգտագործեք, ինչ կա ձեռքի տակ եւ կարեւոր բաղադրիչը իհարկե մոռացել էի սոյայի սոուսը, այս ամեն ինչը պետք է շոգեխաշվի սոյայի սոուսով, ուշադիր եք լինում, որ աղը շատ չօգտագործեք, որովհետեւ սոյան արդեն աղի է եւ այս սիչուան պղպեղի եւ սոյայի իմբիրի սխտորի համադրությունը արդեն մի քիչ չինական էմոցիաներ է ստեղծում ամեն դեպքում, դե ինչ, սկսեմ, իդեպ այս ամեն ինչի հետ շատ համեղ է նաեւ եգիպտացորենը, հենց այդպես որ խաշած մենք առնում ենք ուտում, որ հատիկներ չէ, ընդհանուր այ դրանք են շատ համեղ ստացվում, հիմա ձեթը լցրեցի, լցնում եմ իմբիրը, սխտորը եւ պղպեղը, եթե ցանկություն ունեք, ասենք պղպեղը կարող եք մինչև վերջ թողնել, եթե չէ շուտ հանել, նաեւ պարտադիր է դափնու տերև օգտագործելը, բայց քանի որ վերջերս գյուղ չենք գնացել, դափնու տերև չունենք, Երևանից էլ չուզեցա առնեմ, այդպես առանց դափնու տերևի մնացի։ Հիմա մի քիչ համեմունքները տապակվեն 5 վայրկյան, շատ չէ, որովհետև կվառվի, եթե շատ տապակվի։ Չինացիները նաև այս համեմունքների միքսի հետ մի քանի կտոր շաքար են լցնում, հիմնականում այդ շագանակագույն շաքար, ոչ սպիտակ շաքար, այսինքն մուգ շաքարներ են օգտագործում, որ ուտեստները ավելի համեղ ստացվեն։ Դե ինչ, համեմունքները տապակվեց, տապակվում այս ընթացքում, հիմա ավելացնում եմ կրծքամիսը։
գյուղում ուժեղ կրակի վրա այս ուտեստը լրիվ ուրիշ ձև կլիներ, բայց այստեղ մի քիչ հանգիստ է լինում։ Այդ ընթացքում ես մի հատ սուրճ խմեմ, առանց սուրճի չի լինում։ Իդեպ մի քանի տեսակ սուրճի ապարատներ ունենք, զգացվում է, չէ, որ բոլորս սուրճի սիրահար ենք։ Իհարկե սև դառը սուրճը անհաղթելի է, ամենալավն է, բայց նաև այլ սուրճի ապարատներ ունենք, որոնցից սիրում ենք երբեմն օգտվել։ Հատկապես երեկոյան ժամերին ինձ թվում է այդքան էլ չարժի սև դառը սուրճ խմել, եւ դրա համար ինձ թվում է կապուչինոն տեղին է։ Ֆրանսիացիները, իտալացիները չլսեն, թե չէ կգժվեն, երբ որ իմանան, բացի նախաճաշը այդ ժամի նույնպես կապուչինո ենք խմում։ Ընկերներ, մինչ կրծքամիսը կտապակվի, ես սունկը քամեմ հիմա եւ ասեմ ձեզ, սնկի հետ կապված շատ բան չեմ անելու, կան շատ հետաքրքիր աղցաններ, հաջորդիվ ձեզ ցույց կտամ, իսկ այս անգամ ես ուղղակի նրա մեջ ավելացնելու եմ սոյա, ձեթ, աղ, պղպեղ ու երևի մի քիչ վարունգ եւ այդպես մի 10-20 րոպե էլ մնա սոյան ներծծվի ու այդպես կճաշակենք մնացած ուտեստների հետ։ Ավելացնում եմ լոբին արդեն կրծքամսի հետ, մի քիչ խառնեմ, ավելացնեմ գազարը, կոլրաբին եւ մնացածը։ Ընկերներ, ընթացքում կարող եք մի փոքր ջուր ավելացնել, մինչև սոյան ավելացնելը, ես սա ավելացնում եմ հիմա, որովհետև լոբին մի քիչ կոշտ թվաց ինձ ու պետք է մի քիչ նաև փափկի շոգեխաշման, ավելացնում եմ կոլրաբին, ավելացնում եմ վարունգը և պղպեղները, սա մի 5 րոպե, 10 րոպե եռա, հիմա մի քիչ սոյա եմ ավելացնում, մի քիչ ասվածը, մի 50 գրամ, կոֆեի բաժակի չափով, թող մի քիչ շոգեխաշվի, ունեմ սունկ, շամպինյոնը և կախասունկը, դիտմամբ եմ այսպես մեծ թողել, որովհետև մեծ եմ լցնելու, շամպինյոնն էլ ամբողջական, բայց եթե ուզեք կարող եք կիսել նաև և արդեն վերջում երեսը փակելու եմ չինական կաղամբով և մարոլով ու վերջ, հրաշալի համեղագույն ուտեստ է ստացվելու, բնականաբար աղը անպայման պետք է փորձել, սոյան, որովհետև կարող է խաբուսիկ լինի ու մի քիչ աղ անհրաժեշտ է անպայման։ Ընկերներ, հիմա ավելացնում եմ սունկը, լվացել եմ ու այսպես սա էլ ամբողջական եմ ավելացնում։ Դե գիտեք, սունկը շատ եփել պետք չէ, ինչքան շատ է եփում, այնքան այդպես ռեզինի է վերածվում եւ ավելացնում եմ չինական կաղամբը, ինքը շուտով կփափկի եւ կփոքրանա, ավելացնում եմ մի քիչ սոյա նորից, հիմա մի քիչ աղ եմ ավելացնում, հետո իհարկե համը կտեսնեմ եւ վերջ, մի քիչ շոգեխաշվի ու մի քիչ էլ մարոլ ավելացնեմ ու վերջ։ Ընկերներ, ցույց տամ ինչպես ենք ռոլը պատրաստում, սա բրնձի թերթիկն է, այն 1 րոպե ամենաշատը, նույնիսկ շատ եմ ասում երևի, վայրկյաններ, այսպես թրջում ենք ջրի մեջ, դրեցի տախտակի վրա, ցանկացած այլ հարթության վրա էլ կարող եք դնել, սպասում եմ մինչև զգամ, որ այն արդեն փափուկ է եւ կարող է փաթաթվել։ Հիմա դեռ մի քիչ կարծրություն ունի, բայց արդեն փափկում է։ Այդ ընթացքում ես օգտագործեմ մարոլ, հենց ձեռքով կտրելով եւ արդեն մնացած մթերքները, սա տիպիկ գարնանային համեղ, թարմացնող աղցան, նախուտեստ, այդպես բաժակից ինձ անվարում է եւ իհարկե վարունգ։ Սա ամենապրիմիտիվ տարբերակն է, բայց շատ տարբերակներ կա սովամթերքով, կրավով,
Ինչով ցանկանաք, նույնիսկ կրծքամսով, ամեն ինչով։ Հիմա արդեն երբ որ զգում եմ փաթքեց, տեսեք երևի մի քանի վայրկյան տևեց, հա, րոպե չտևեց։ Արդեն փաթաթում եմ։ Հիմնականում սա փաթաթում են ու կտրում երկու մասի, բայց քանի որ մի քիչ վնասված է իմ գնացը, այսինքն անցքեր ունի բան, ես չեմ կտրտի, այսպես ամբողջական եւ ինձ թվում է մեկ հոգուն մի հատը բավական է, որպեսզի կշտանա։ Նաեւ շատ գեղեցիկ է լինում մանուշակագույն կաղամբով, հետագայում կարող եք նաեւ կաղամբ օգտագործել մեջը, վերջ, այսքան բան։ Եվ սա ուտելուց պարտադիր սոյայի մեջ թաթախում եք, նոր եք ուտում, շատ համեղ է իսկապես։ Ասում ենք արամ, հիմա պատրաստ է մեր սփրինգ ռոլերը, մի հատ սենց բալզամիկ սոուս ենք անում, այսպես որ համովասնենք ու վերջ, դու էլ անես։ Արամ, ասում ես չէ, անպայման բաժանորդագրվեք հորաքրոջս էջին, որ մեր վլոգը աճի։ Հա։ Ընթրիքն արդեն պատրաստ է, ընտանիքը արդեն հավաքվել է, աղեղեն եմ սեղանին, ինչպես մեր պապերը կասեին, աղը առաջինը պետք է մեխենք սեղանին։ Այստեղ ձեզ մոռացա ցույց տամ, իմբիրի թթու ունեմ, շատ համեղ է, սուշի հետ գիտեք ենք օգտագործում, բոլորն էլ առանձին վաճառվում է սուպերմարկետներում, շատ համեղ է ու նաև լավ առողջարար է, կարեք երբեմն օգտագործեք։ Ես էլ խոզի ականջը, ինչպես ասեցի, ոչինչ չեմ ավելացրել կողմնակի, բայց հետագայում լիքը բաղադրատոմսեր ցույց կտամ սրանով, այնպես որ դա եւս մեկ պատճառ բաժանորդագրվելու իմ ալիքին։ Սփրինգ ռոլերը, գարնանային ռոլերն արդեն պատրաստ։ Սա արդեն խաշած բրինձը, սա մեր անհատական ափսեներն է, որի վրա պետք է ուտենք տաք ուտեստը լրիվ չինական ձևով։ Սեղանն ամբողջացնենք սոյայի սոուսով, որ գարնանային ռոլերը թաթախենք մեջը եւ իհարկե չինական փայտիկներ, ովքեր չեն կարողանում օգտագործել, մի քանի օր տանը պարապեք, հաստատ կսովորեք, հատուկ պրինցիպ չունի, ինչպես կարող եք, այնպես էլ կօգտագործեք։ Իդեպ չինացիները շատ զարմանում են, երբ որ ես գնացել էի ու փայտիկից օգտվելուց գաղափար չունեի, իրանք ծիծաղում էին, բայց հետո սովորեցի։ Այնտեղ չգիտեմ խի տավուշյան ոգին հաղթում է ու զուգահեռ սինդրիկ էլ եմ եփելու, որ չինական ընթրիքից հետո հայկական տավուշյան սինդրիկ ուտենք։ Ահա եւ ընթրիքը, տաք ուտեստը, իդեպ մոռացա հիշեցնել, որ իմբիրը ուտելու չի, այն ընդամենը համ է հաղորդում, հանկարծ չուտեք։ Սկզբից խոզի ականջից փորձեմ։ Անմահական է։ Հիմա կմտածեք ինչու եմ ընդհանուր դրել, որովհետև սա եւս չինական ծեսի նման է, ընթրիքի կամ ցանկացած ուտելու ժամի, երբ որ ընդհանուր ամանից են բոլորը օգտվում, եթե ուտեստը դրված է, մենք ունենք մեր անհատական բրնձի ափսեն, վերցնում ենք ուտեստը, դե ինչ, հիմա մի փոքր բրինձ, կամ բրինձը նախապես, կամ հետո, ինչպես իրար հետ անմահական է, նաև իմբիր, ես շատ եմ սիրում մարոլը, շատ համեղ է, շատ, և տեսեք ինձ սիրուն է, գարնանային ռոլը, ինչ ենք անում, թաթախում ենք սոյայի մեջ, մի քիչ, դե ինչ ընկերներ, սա էր մեր չինական ընթրիքը, վստահ եմ տանը կարող եք փորձել այս ամեն ինչը և նոր համեր զգալ, նոր էմոցիաներ ապրել, ինչ էլ որ հարցեր ունեք այս ուտեստների հետ կապված և ընդհանրապես, կարող եք ինձ գրել թե YouTube-ում, թե Instagram-ում, Facebook-ում, ես սիրով միշտ պատրաստ եմ պատասխանել ձեզ, դե մենք էլ շարունակենք մեր ընթրիքը և բարի ախորժակ, իդեպ մի մոռացեք բաժանորդագրվել ինձ, ես շատ երջանիկ եմ զգում։